Զինված ուժերում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրների մասին եւս խոսեցի, իհարկե կուզենամ արձանագրել, որ մենք իրապես հիմնականում մեծ թվով դիմում բողոքներ ստանում ենք փորձաքննությունների ժամանակահատվածում փորձաքննությունների արդյունքների հետ կապված եւ ելի ուրախությամբ կուզենամ նշել, որ գրեթե բոլոր դիմում բողոքների պարագայում մեր միջամտությամբ կարծես պետական մարմնի եւ քաղաքացու կամ նրա հարազատների միջև վեճը լուծում է ստացել, այն դեպքերում, երբ լուծում չի ստացել, ըստ էության հիմնականում դրանք դեպքերն են, որոնք վերաբերում են անձին արդեն զինվորական ծառայության ներգրավելուն եւ կամ հակառակը զինվորական ծառայության չներգրավվելու պատճառաբանությամբ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ այս իրավիճակները ըստ էության իհարկե դատարանի կողմից գնահատման հանգամանքներ են, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ թեև այս համակարգում իրապես բարեփոխումները ակնհայտ են եղել, նաեւ մեզ համար, այդ թվում ստացված դիմում բողոքների վերլուծության արդյունքում, բայց շարունակաբար պետք է կատարելագործել այդ թվում այս ոլորտում, այս համակարգին վերաբերելի բոլոր կառուցակարգերը։ Նշեմ, որ զինված ուժերում հիմնական մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մեկը, որը անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է եւ ես սրա մասին անընդհատ եմ խոսում, զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանությունն է եւ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի արգելքի սկզբունքի պահպանումն է, անշեղ պահպանումն է, որովհետեւ ցավոք պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական խաղաղ պայմաններում ունենալ զինված ուժերում մահվան դեպքեր, որոնք ունեն, ես վստահ եմ, խորքային պատճառներ եւ այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ ոչ թե պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ նաեւ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում։ Ուզում եմ հատուկ արձանագրել նաև խոշտանգումներից եւ վատ վերաբերմունքի այլ ձևերից զերծ մնալու իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները, որի հետ կապված երևի ամենախնդրահարույց ասպեկտը, որը թե ես եմ արձանագրում, թե դրա մասին անընդհատ խոսում եմ, այս գործերով քննությունն է գործերի եւ միջազգային չափանիշների պահպանումը, որովհետեւ սրանք գործեր են, որոնց հետ կապված տեղեկատվություն բնականաբար մեզանից որևէ մեկը բացի քննությունից, բացի պատշաճ քննությունից չի կարող պատշաճ մակարդակով ստանալ, եւ ըստ էության սրանք գործեր են, որոնք ի տարբերություն այլ գործերի քննության ունեն բազմաթիվ առանձնահատկություններ։ Մասնավորապես դրանց քննության արագությունը, որը ամենակարևոր չափանիշներից մեկն է, որի հետ կապված մենք պարբերաբար խնդիրներ ենք արձանագրում, կամ այս գործերի քննության հետ կապված իրենց ipso facto բնույթը, այսինքն անձի կողմից ողջամիտ կասկած հարուցող մտահոգության ներկայացման պարագայում այս գործերի քննությունը, որի առնչությամբ դարձյալ պարբերաբար արձանագրվել են տարատեսակ խնդիրներ, ինչը միանշանակ ունի լուծման անհրաժեշտություն, որովհետև հակառակ պարագայում մենք ընդհանրապես չենք կարողանալու երաշխավորել այս իրավունքի պատշաճ իրացումը։